Նելով որ հայտնի միջադեպը հաշվի առնելով որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել եւ սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունի։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դեմ քվեարկած պատգամավորները կվերցնեն իրենց վրա։ Այսինքն դրանից հետո հնարավոր է որ շարունակի Քոչարյանը սա կարդալ աստվածաշունչ կօգնի։ Դե մեր ցանկությունն է դա, մենք ուղղակի մղում ենք, որ Սաղմոս 36-ն էլ կարդան, 150 Սաղմոս կա, թող բոլորը շարունակի կարդալ, ոչ միայն այդ շուրթերի պահը ըմբռնի, մնացածն էլ լավ ըմբռնի, դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միջադեպը մղել է իսկապես մեր պատգամավորներից մեկին աստվածաշնչին այդքան մոտ գտնվել եւ սկսել սաղմոսներ անգիր անել, շատ լավ փաստորեն, շատ լավ արդյունք ապահովեց այս միջադեպը պատգամավորի համար։ Պատգամավորները մենք ոչ մեկի մուտքը բնականաբար չենք խոչընդոտի եւ նման անօրինական բան երբևէ չենք արել խորհրդարանում եւ չենք անի, պարզապես սա հիշեցում է պատգամավորներին։